Շնորհակալ եմ Վահան Ավագյան, խնդրեմ պարոն Ավագյան, Պարոն Ավինյան, Ժորժան լրություն դալիճում թող ավարտվի, ձենս լավ չի լսում, ես ինքս ինձ չեմ լսում։ Ուրեմն երկու հարց ունեմ, ավելի շուտ հարցել չի, մի հարցը պարոն Բեգոյանին կուղեմ, բայց հիմնականում կխնդրեի, որ Քանաքեռ Զեյթունի եւ Ավանի թաղապետերը ուշադրություն դարձնեին Ծառավաղտուր փողոցի վրա եւ Ֆաներջանի անվան այդ ուռուցքաբանության կենտրոնի դիմացը լրիվ քայքայված է, տեղել շատ դժվար է մարդկանց հասնել հիվանդանոց բուժման կարիքներով շատ հաճախ են գնում, դա կխնդրեի թաղապետերից ուշադրություն դարձնեին եւ պարոն Բեգոյան, ձեզ եմ ուզում հարցս ուղղեմ։ Մի որոշակի ժամանակ մենք իրար հետ շփվել ենք ծառերի հետ, որ փոխանակում եք, մենք պայմանավորվածություն ունենք, որ թթվածնային քանակը պետք է քիչ չլինի, քան փոխարինվող ծառը, դա մեկ, պահում ենք այդ պայմանավորվածությունը, թե չէ, ինչ ծառերով եք փոխում եւ շատ հետաքրքիր է, տնկարանից օգտվում եք եւ մի քանի բան էլ ասեք, ինչա կատարվում տնկարանում մեր մոտ, եթե կարելի է։ Պարոն Բեգոյան, խնդրում եմ հիշեք, որ դուք պատասխանի համար ունեք քանի րոպե, այս ֆորմատը 5 չէ, ոնց ճիշտ եմ հիշում, 5 րոպե ունեն պատասխանի համար։ Շնորհակալություն հարցի համար, խոսեմ տնկարանից, տնկարանը ինչպես հայտարարել ենք, ընդլայնվել է այն 1 հեկտարից, ինչը եղել է 2022 թվական, մինչև 2023 թվականը, ընդլայնվել է դառնալով, եթե ավելի կոնկրետ 22 հեկտար, դա վերաբերվում է բաց գրունտին, այստեղ քանի որ հնչեց նաև Հայկ Մարությանի ղեկավարման օրոք, պետք է ասեմ, որ դեռևս իմ վերադառնալուց հետո 23 թվականին տնկարանը այն մակարդակի վրա էր, ինչին որ թողել էի աշխատանքից 4 ամիսների ընթացքում, իսկ Հայկ Մարությանի օրոք տնկարանի ջերմոցատնկարանային տնտեսությունը օգտագործելով նաև ձմեռվա ամիսներին գազի ծախս 5000 քառակուսի մետրանոց տնկարանում իրականացնում էր վարունգի բուծում։ Սա էր Հայկ Մարությանի կառավարման փայլուն օրինակներից մեկը, պարոն Թորոսյան, հիշեք, որ 18-ից մինչև 20 թվականները այնտեղ վարունգ էր աճեցվում, պատճառաբանությունն էր, որ նազրվան է աճեցվում եւ ձմեռային ժամանակ բավականին թանկ է։ Ես իհարկե չգիտեմ այդ վարունգն ինչ էր լինում, վաճառվում էր, թե ինչ էր լինում, սա էր մեր տնկարանի վիճակը, դրան գումարած 1 հեկտարին հասնող տարած մաքրված, իսկ մնացած 20-25 հեկտար տարածքը ամբողջ այդ բամբուկներով, ծանծաղուտներով, սերտաճած ծառերով իրար մեջ մացառներով մի տարածք էր, որը կազմակերպությունից պահանջեց 2 տարվա ռեսուրս այդ տարածքը մաքրել եւ կարգի բերել։ Սա տնկարանի մասով, ինչ վերաբերում է ծառերին, փոխարինվող, ապա միշտ նշել ենք եւ եւս մեկ անգամ ուզում եմ նշել, այնպես է ստացվում, որ յուրաքանչյուր փողոցում, երբ մենք կատարում ենք ծառերի փոխարինման աշխատանքներ, մենք այն կատարում ենք, եթե կարելի է այսպես ասել, միևնույն հեռավորության վրա, այսպես հուլունգի պես շարում ենք այդ ծառերը, եւ մինչեւ այդ գրեթե բոլոր փողոցներում եղած են լինում տնտեսվարողների կողմից փակված բնաբաժակներ, իրենց խանութների, իրենց օբյեկտների դիմաց կամ բացված ավտոկայանատեղիներ։ Դրանք մենք նույնպես փակում ենք այդ աշխատանքները կատարելու ժամանակ եւ ստացվում է այնպես, որ ծառերի փոխարինման ժամանակ միշտ բոլոր դեպքերում հատված ծառերի քանակն ավելի քիչ են լինում, քան տնկված ծառերինը։ Օրինակ Թումանյան փողոցում տնկվել են 70 ծառ ավել, քան Թումանյան փողոցում ընդհանրապես միշտ մինչ այդ եղել է, այսինքն բացվել են լրացուցիչ 70 բնաբաժակներ։ Ինչ վերաբերվում է ծառերի այսպես օգտակար գործողության գործակիցին, օդի ֆիլտրման, ապա այն փողոցներում, որտեղ
քիչ թե շատ հնարավոր են կազմակերպության կողմից ընտրվում են մեծ սաղարթով ծառեր եւ կամի քաղաքականություն եւս, որ նաեւ ուշադրություն ենք դարձնում այդ ծառերի չորադիմացկունությանը, որովհետեւ տարեց տարի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Երևանում ռոռոկման ջրի խնդիրը նաեւ խնդիր է դառնում գլոբալ տաքացման հետ մեկտեղ, բացառությամբ պետական, կառավարական ինչ որ հատուկ շինությունների դիմացի մասից, որտեղ տնկվում են ավելի դեկորատիվ ծառատեսակներ չփակելու համար այդ շենքերի զուտ ճարտարապետական տեսքը, մնացած բոլոր վայրերում տնկվում են ֆունկցիոնալապես մի քանի անգամ ավելի բարձր ֆունկցիոնալություն ունեցող ծառեր եւ ավելի բարձր սաղարթ եւ ցողուն ձևավորող ծառատեսակներ։ Արձագանք, Պարոն Բեգոյան, ես հասկացա պատասխանից, բայց մի հատ հարց է, պարոն Մարության Հայկ այդ վարունգը ինչ էր անելու, չհասկացա, թեղիները հանելու էին, վարունգներ տնկեին, որ տնկարանում դա էին անում, ճիշտ հասկացա ես։ Ես երբ 20 թվականին առաջի անգամ բացելով այս կազմակերպությունը այցելեցի տնկարան, ամենայն ազնվությամբ ասում եմ, դրանից նաև Դուք հանակ չէի, դուք լուրջ էիք ասում, ես Այո, վարունգ էր աճացնում, թեղիներ։ Ձմռան ամսին ամբողջ փակ գրունտում աճում էր վարունգ, նազրվան։ Պարոն Բեգոյան, հասկանում եմ, որ շատ հաճելի է այս ելույթը ձեր համար, բայց խնդրում եմ մի քիչ զսպեք էմոցիաները, մեկ, երկրորդը ռեգլամենտը պահեք։